Առողջական կարևոր խնդրի մասին։ Ճիճուները փամփուշտի պես դուրս կթռչեն մի գիշերում, շատ էժան ժողովրդական միջոց։ Սոդայի հակամակաբուծային հատկությունները հարաբերականորեն վերջերս են հայտնաբերվել, բայց այսօր սոդայով աղիների մաքրումը մակաբույծներից առանձնակի տարածում է գտել։ Սոդայի ազդեցությունը աղիքային մակաբույծների վրա։ Ժամանակակից այլընտրանքային ուսումնասիրությունները հաստատում են, որ սոդան չեզոքացնում է օրգանիզմում թթուների ավելցուկը և ակտիվացնում է դրա ներքին ալկալային պահոստները։ Ալկալային միջավայրը ոչնչացնող ազդեցություն է ունենում մակաբույծների վրա։ Ահա աղիների սոդայով հետանցքային մաքրում մակաբույծների դեմ։ Տնային պայմաններում իրականացվող այս մաքրումը հնարավորություն է տալիս վերացնել հելմինտների հասուն առանձնյակները և թրթուրները, նաև կենսագործունեության վնասակար մթերքների մոտ 70%-ը և այն էկոլոգիական տոքսինները, որոնք ստամոքսաղիքային տրակտում են հայտնվել արտաքին միջավայրից։ Մակաբույծների դեմ հետանցքային մաքրումը իրականացվում է 3 փուլով։ Առաջին փուլ՝ մաքրող հոգնա։ Մաքրումն իրականացվում է էսմարխի բաժակով։ Այն ավելի հեշտ է ձեռք բերել դեղատնից, բայց կարելի է նաև ինքնուրույն պատրաստել ջերմակի, ռետինե, խողովակի և լվացքի սեղմակի միջոցով։ Տանձ ներարկիչը, որը հավանաբար յուրաքանչյուրի տանը կա, այդ նպատակը վատ կկատարի։ Մաքրող հոգնան հետևյալ սխեմայով են անում։ Մարդու կազմվածքից կախված վերցնում են 1-2 լիտր եռացած ջուր, ավելացնում են 1-2 ճաշի գդալախ, այն անհրաժեշտ է, որպեսզի ջուրը լվա աղիները, չներծծելով դրանց պատերի մեջ։ Երկրորդ, աղաջուրը լցնում են հոգնայի գործիքի մեջ։ Մի քանի վայրկյանով բացում եք ծորակը, որպեսզի ջուրը սարքի միջից հանի խողովակում եղած օդը։ Երրորդ, ծնկած կռանում են կամ պառկում են ձախ կողմի վրա, բաժակի ծայրին վազելին կամ բուսական յուղ են քսում, դանդաղ մտցնում են հետանցքը։ Աղաջրով սարքը վեր են բարձրացնում և սկսում են դանդաղ պտտել ծորակը, պարունակությունը լցնելով հաստ աղու մեջ։ Անհրաժեշտ ծավալի ջուր լցնելուց հետո ծայրակալը հանում են։ Հինգերորդ, ջուրը պահում են 5-10 րոպե, այդ ընթացքում պառկում են մեջքի վրա և խորը շնչում որովայնով, հետո գնում են զուգարան և անցնում երկրորդ փուլին։ Երկրորդ և երրորդ փուլերը կարող եք կարդալ հոլովակի բնութագրի մեջ նշված հղումով։